Ողջույն սիրելի բարեկամներ, բարի գալուստ հայկական խոհանոց։ Այսօր միասին պատրաստում ենք մի հրաշալի թթվաշաղցան, կարմիր սոխով և հազարով, որը կատարյալ համադրվում է խորովածի հետ։ Պարզ բայց անչափ համեղ բաղադրատոմս, որը կզարդարի ձեր սեղանը և կհամադրվի մսային ուտեստների հետ։ Նշեմ, որ այս աղցանը ավելի շուտ է վերջանում սեղանից, քան խորովածը, քանի որ ստացվում է շատ համեղ։ Մինչ խորովածը պատրաստ կլինի, անցնենք գործի։ Աղցանը պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում։ Մեզ անհրաժեշտ է 1 մեծ գլուխ սոխ և առատ կանաչիներ։ Սոխ չսիրողներին խորհուրդ կտամ հեռանալ էկրաններից, քանի որ ձեզ սպասվում են դաժան տեսարաններ։ Սոխը որքան հնարավոր է բարակ կիսալուսնաձև շերտատում ենք։ Ոչ շատ մանր կտրատում ենք նաև կես կապ կանաչ սոխ։ Հազարով և սոխով այս աղցանը այնքան համեղ է, որ կարելի է պարզապես փաթաթել լավաշի մեջ և այդպես էլ անուշ անել։ Այս աղցանի մեջ միայն վիտամիններ են, քանի որ պատրաստում ենք բացառապես օգտակար բաղադրիչներից։ Ոչ շատ մանր կտրատում ենք 1 կապ համեմ։ Բարեկամներ, համեմի փոխարեն կարելի է վերցնել 1 կապ խառը կանաչի։ Այս ամենը լցնում ենք աղցանամանի մեջ։ Թարմ կանաչիների բույրից ավելի անուշ թարմեցնող բույր չկա։ Ոչ շատ մանր կտրատում ենք 2 կապ հազար։ Նախընտրելի է այս աղցանը պատրաստել կարմիր սոխով, սակայն եթե ձեռքի տակ չկա կարմիր սոխ, կարելի է վերցնել սպիտակը։ Բոլոր բաղադրիչները նախապատրաստեցինք, իսկ հիմա անցնենք թանձրուկի պատրաստմանը, որի համար մեզ անհրաժեշտ է 2 լիքը ճաշի գթալ տոմատի մածուկ, 2 ճաշի գթալ քացախ, ինչպես նաև ձեթ, կարմիր կծու պղպեղ և աղ։ Բարեկամներ, քանի որ միսը բավականին ծանր սնունդ է, քացախային դարձնում է ավելի դյուրամարս։ Քացախի փոխարեն կարելի է օգտագործել թարմ կիտրոնի հյութ։ Այս ամենը մի լավ խառնելուց հետո լցնում ենք առատ կանաչիներով սննդառատ աղցանի վրա։ Կրկին մի լավ խառնում ենք, որպեսզի համերը տարածվեն և վերջ, աղցանը պատրաստ է, ստացվել է չափազանց համեղ։ Այսօր էլ խորոված մսի հետ մատուցվող այսպիսի հրաշալի առողջարար աղցանի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։